Հայաստանի հարավի ամենահեռավոր գյուղի Նռնաձորի դպրոցի առաջին, 5-րդ, 6-րդ և 9-րդ դասարանների դռները փակ են, աշակերտ չկա։ 3-ից ավելի աշակերտ ունեցող դասարանը ճոխություն է ուսուցիչների համար։ Աշակերտների քանակը բավականին քիչ է գյուղում։ Իմ դասարանում սովորում է 3 աշակերտ, 3-ն էլ տղա ու գյուղի պայմաններում մեծաքանակ դասարան է։ 30-40 կիլոմետր քարքարոտ ճանապարհ են կտրում ուսուցիչները, որ հասնեն Նռնաձոր։ Ագարակից գնում են Մեղրի, Մեղրիից Նռնաձորի միակ ավտոբուսով հասնում դպրոց։ Եթե ճանապարհը լինի բարեկարգ, ուսուցիչների քանակներ կհամալրվի, վստահ եմ, որովհետև մասնագետների պակասել ունենք, շատ առարկաներ, մենթոր դպրոցն է դասավանդում, հեռավար են անցնում երեխաները։ Անին Նռնաձորի դպրոցի այս տարվա միակ շրջանավարտն է, մայրաքաղաք է ուզում գնալ, որ վարսահարդար կամ դիմահարդար դառնա։ Կարող գնամ Երևան, այնտեղ ինչ-որ բան սովորեմ, մեյքափ կամ վարսավիրություն, ինչը որ ստացվի իմ մոտ, սովորեմ էլի, հետո կաշխատեմ ինձ թվում։ Լուսանկարել է սիրում Անին, բայց տնեցիները համաձայն չեն, որ կապուտաչի աղջնակը լուսանկարիչ դառնա։ Բնությունն եմ նկարում, մեկ-մեկ երկինքը, որ տեսնում եմ շատ սիրուն ամպերը կամ ինչ-որ մի բան, կամ լուսինն եմ նկարում շատը։ Գիտի, մայրաքաղաքում հեշտ կյանք չի սպասվում իրեն, բայց ստիպված է լքել գյուղը։ Ամեն մեկը չի ուզում էլի օրինակ գնա քաղաքում ապրի, ես լսել եմ, որ մարդիկ ասում են ոնց է դուք կարող քաղաքում ապրեք, քաղաքում շատ դժվար է։ Հա, գիտեմ դժվար է, բայց դե այնտեղ շատ լավ է։ Ծերեր ու երեխաներ են մնացել գյուղում, երիտասարդների համար ապագա չկա Նռնաձորում, ասում է տիկին Ջուլիետան, որ 30 տարի առաջ ամուսնու հետ Գետաշենից է տեղափոխվել այստեղ։ Ես օրինակ հարմարված եմ, փառքաստուն, ինձ դուրակ էր այստեղ, ես փառքաստու, ես լավա։ Հազար հնարավորություն է ունեցել գյուղից գնալու, բայց ամուսնու քրտինքով կառուցված տունը չի ուզում թողնել։ Ասում է, սիրտը կսկիծ է ընկնում, երբ գյուղից մի ընտանիք հեռանում է։ Երիտասարդների տեղ չի, այստեղ ապագա չկա իրանց համար, այսիքի, այստեղ մենակ դպրոց աշխատում, կլենա նոր բաղապատես են սարքում, նոր, այդ ձգձգվեց անը միջև մեկ էլ է սարքում են, նոր սարքում են, աշխատակի տեղ չկա զեր ջան։ Աշխատանքի մի քանի տեղ կլիներ, եթե այս տարի բացվեր մանկապարտեզը։ 1 տարի առաջ են սկսել շինարարությունը, բայց պատերն անգամ մինչև վերջ չեն կանգնեցրել շինարարները։ Գյուղի վարչական ղեկավարը հույս չունի, որ մինչև տարեվերջ գյուղը մանկապարտեզ կունենա։ Շինարարը ուշ է սկսել գործը, անպարտաճանան չէ գործը արել, տեմպերը շատ դանդաղ է, շինարարի ոստումով 2 ամսից արդեն պետք է շահագործման հանձնած լինի։ Բայց կհանձնեն։ Չեմ կարծում։ Հազար ու մի պրոբլեմ ունեցող նռնաձորցիները սովոր են դժվարությունների, բայց քուն ու դադար չի տալիս միտքը, որ Ալիևը Զանգեզուրով Միջանցք է ուզում Հայաստանից։ Նռնաձորում, որի բնակիչներից շատերը 90-ականներին Գետաշենից գաղթածներ են, չեն ուզում նորից գաղթական դառնալ։ Ես չեմ հավատում, վերջը էլի կռիվել է, քանի 1000 տարի, 2000 տարի հա կռիվագնում վերջ չկա։ Տղեկ եմ ասել եմ, որ կռիվ սկսի ինձ ենք, դա կեսել եմ կան, 63 տարեկան եմ մարդին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ այս մարդը գերի է ընկել, 5 տարի մնացել է Բաքվի բանտում, 1995-ին արտահանձնել են Հայաստան։ Ասում է 5 մատի պես գիտի ադրբեջանցիներին, նրանց ամեն ասածն անելուց հետո նոր բան են պահանջելու։ Էդգար Ղուշչյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր, Մարզ Նյուզի աջակցությամբ։